դուրս ենք եկել, մութ ա եղել, այս նոր որ օրերը բացվել են, օրերը երկարել են, այդ ժամանակ արդեն լույսով ենք դուրս գալիս, բայց մինչև այդ ամեն անգամ 3 շաբթի, 2 շաբթի մեր դուրս գալու օրերը միշտ լուսաբաց ենք տեսել։ Համ ես եմ ընդեղից սպասում իրանց, համ ստեղից հետ եմ սպասում գյուղ գնալուն, ասենց մի հատ թարմ վիճակ է ստեղծվում ու դու չես ձանձրանում քո օրից ընդհանրապես։ Գյուղը հիմնադրվել է 1907 թվերին Կիրիլ անունով մալականի կողմից, կոչվել է Կիրիլովկա, ուտեղ բացառապես ապրել են մալականներ։ Հետո գյուղը նաև բնակեցվել է նաև ադրբեջանցիներով ու Բաքվից եկած հայ գաղթականներով, որ ռուսները սկսել են գնալ Ռուսաստան, գյուղը արդեն դատարկվել է եւ ռուսներից եւ թուրքերից ու հիմնականում տեղ արդեն մնացել են միայն հայերը։ Այն էլ երեխեքի ֆուտբոլի դաշտն է, այն երևում են գոլերը։ Ստուգողները կեն են արդեն։ Չէ։ Դե ամեն ինչ սկսվեց օգոստոսի վերջի շաբաթից, երբ որ տեղափոխվեցի համայնք արդեն։ Գիտեի դե մենակ եմ մնալու ու երբ որ եկա հանդիպեցինք դպրոցի տնօրենի հետ, ընկեր Սուքեսյանի, ասացի խոսեցինք, ասացի որ տուն եմ ուզում վարձել, որ համայնքում մենակ մնամ, բայց չէ, մենք չենք թողի, եթե դու եկել ես մեր համայնք աշխատելու, մեր տանը կմնաս, ոչ մի տարբերություն չկա, գյուղերում տենց է, եթե դու հյուր ես մեզ, դու մեր տանը կմնաս, քեզ քո տան պես գա։ Ու ամեն ինչ սկսվեց հենց տեղից, շատ հետաքրքիր, ամենահետաքրքիր աշխատանքն է այս։ Ու չեմ պատկերացնում, որ ավելի հետաքրքիր աշխատանք կարա լինի։ Սաթենիկ, կասես իսկ Զաբելը, ինչի չէին թողում, որ սկզբում թաքուլի դառնա ինքը։ Ինքը որովհետև շատ փոքր էր։ Ու ամեն աշակերտի հետ առանձին ես աշխատում։ Այսինքն, եթե դպրոցը ունի, ասենք, խնդիր է, դպրոցը կրթության խնդիր ունի, բայց եթե մի քիչ դու մանր ես ավելի նայում, ամեն աշակերտ առանձին խնդիր ունի։ Ու երբ որ դու այդ շատ բարդ է, բայց քեզ շատ է այդ ուժեղացնում, դու ամեն աշակերտին սկսում ես ձևեր գտնել, թե ոնց կարելի է իր հետ աշխատել, ոնց իրան առաջ տանել, ոնց իր գիտելիքները խորացնել, ոնց իր մեջ ամեն ինչ բարելավել, ու այդ իսկականից շատ ոգևորող է։ Վրաստանը, Հայաստանը, մեկ էլ Ադրբեջանը հռչակեցին իրենց անկախությունը, հանդեպ տարածել։ Ռուդոլֆը, որ առաջին անգամ եկավ, մենք փորձեցինք, ասենք գյուղում թող մեկի տանը մնա։ Հետո մտածեցինք, որ պայմանները դժվար կլինեն, մեզ պետք էր, որ ինքը համակերպվեր, որպեսզի աշխատեր, եթե մի փոքր վատ պայմաններ լինեին, գուցե չմնար։ Դրա համար մտածեցինք, որ լավ կլինի, տղայիս հասակակիցն են, դե ընկերներ կլինեն էլի։ Ով ինձ լսում է մեկ ծավ, ով ինձ լսում է երկու ծավ, ով ինձ լսում է երեք ծավ։ Ինչ եք քննարկում ենք, ձեր կարծիքով ինչը նպաստեց 10-ից 14-րդ դարերում Հայաստանում կրթության զարգացմանը։ Թվարկեք մի քանի գործոն։ Նորարարություններ կան, ինքը ավելի նոր, ավելի կարամ ասեմ ակտիվ մեթոդներով է դասավարում, որը ինչ որտեղ շատ դրական կողմեր ունի։ Ինչ է գրում առաջինը։ Առաջինը գրում է, որ թագավորների օգնությունը։ 4 կետ մինիմում պետք է գրեք առնվազն, որ ամեն մեկը մի կետ ներկայացնենք։ Լավ։ Բացի դասերից երեխաների հետ կարողանում ենք շփվել նաև ավելի մտերմիկ միջավայրում խմբակների շնորհիվ։
սկզբում ունեինք հասարակագիտության խմբակ, հետո մի փոքր փոխեցինք, դարձրեցինք բիզնես խմբակ, ու բիզնես խմբակի հիմնական նպատակը այն էր, որ աշակերտներին դարձնել համայնքի լիիրավ անդամ ու ակտիվ քաղաքացի։ Ամենափոքր բաներից սկսեցինք, օրինակ դպրոցում ունեինք թղթի թափոններ, որոնք պիտանի չէին օգտագործման համար, ու մենք որոշեցինք աշակերտների հետ հավաքել այդ ամեն ինչը, ես էլ տարա Երևանում հանձնեցի, որպես թղթի թափոն դրա տեղը աղբաման գնեցինք, ու այդ դասարանը ուներ աղբաման։ Ու ստացվեց, որ աշակերտները իրենց աշխատանքով գնեցին աղբաման։ Ու դրանից հետո իրանք բոլորին օրինակ են բերում արդեն ընկերներին ու տեսեք մենք ենք գնել այս ամեն, այս մենք ենք աշխատել, մենք ենք։ Հիմա արդեն հերթի ենք դրել, հիմա մյուսը կավճաման առնելն է, հետո գունավոր կավիճներ առնելն է, հետո դասարանի համար ինչ որ պիտանի պիտույքներ առնելն է։ Վերջին բիզնես խմբակը եղել է ճագարաբուծությունը, որի ընթացքում մենք սովորել ենք, թե ինչ ցեղատեսակի ճագարներ կարող ենք բուծել եւ դրանցից ստանանք շահույթ։ Օրինակ գիտենք, որ ճագարի միսը դա համ օգտակար է, համ թանկ է, օրինակ կարող եք խոշոր եւ ջրավոր կենդանիների մսից։ Ու նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, այդ է ձեր նպատակը, բնականաբար դուք կհասնեք ձեր նպատակին։ Բնականաբար դուք եթե ես իմ նպատակս բան է, այստեղ ժամանակ անցկացնելն է, ես ոչ մի բան չեմ կարող փոխանցել։ Բայց եթե իմ նպատակը իմ ունեցածը ձեզ փոխանցելն է, բնականաբար ես կարող եմ այդ ամենը փոխանցել։ Բացի դասավանդելուց համայնքում զբաղվում եմ նաև, չասեմ պանրագործեմ, պանրի տեղափոխմամբ, այսպես ասեմ, երբ որ նոր էի գալիս համայնք, այցելեցի Լոռու պաշտոնական կայքը, ու երբ որ այնտեղ դուք էլ այցելեք, 99% գյուղերում կա այսպիսի մի խնդիր։ Գյուղն ունի մթերքների իրացման խնդիր։ Լավ, ունի այդ գյուղի մթերքների իրացման խնդիրը, մտածում եմ, ոնց կարող ենք լուծենք այդ խնդիրը, ոնց կարող ենք օրինակ, այստեղ ալպյան մարգագետիններ են, թե մեղրը, թե կաթը, թե պանիրը շատ համում, ոնց կարող ենք կապը ստեղծել քաղաքի հետ։ Ու որոշեցի շատ փոքր քանակությամբ սկզբից ուղղակի այստեղից օգնել, որ իրանք իրացնեն ապրանքը։ Առաջնային նպատակը շահույթ ստանալը չէր, այլ իմ առաջնային նպատակը ցույց տալն էր իրանց, որ այո, հնարավոր է։ Բավականին մեծ հաջողություններ ունեցանք, հիմա շատ են ոգևորվել, նույնիսկ բիզնես խմբակի քննարկումներից հետո երեխեք կան, որ որոշել են նապաստակաբուծությամբ զբաղվեն, մի երեխա որոշել է օրինակ սնկագործությամբ զբաղվի, ու այդ սկզբում իրանց համար ինչ-որ բան էր, հեքիաթ էր թվում, ասում ենք սնկագործություն, մտածում եմ ինչ-որ մի քանի հազար դոլարի բան է, ներդրում է պետք, բայց իրանք երբ որ քննարկեցինք, մեկ էլ ասում զարմացած հարցնում են, ոնց, մենակ տորֆ է պետք, ծղոտ է պետք, մեկ էլ թռչնախ է պետք, որ սունկ աճի, ասում եմ, այո, ուրեմն ես էլ կարող եմ անել, բնականաբար բոլորդ էլ կարող եք անել։ Մանկուշկից բա մնացած է։ Մնացածը մեջը մարդ գոցա դրած ու միացած է իրար։ Մենք օրինակ ձմռանը ճանապարհները փակում են ձյունով, մենք այդ ժամանակ մտածենք, թե ինչ կարելի անել, որպեսզի չփակվեն։ Մենք մտածեցինք, որ կարելի է տնկել հաստատում ծառեր, որոնք քամուց չեն կոտրվի։ Եթե մեծանամ, մեր գյուղում մանկապարտեզ բացեն, որ մեր գյուղի փոքր երեխաները հաճախեն եւ եթե դայակը լավ լինի երեխաներն նրա նման կմեծանան, իսկ եթե դայակը լավ չլինի, ուրեմն երեխաներն նման կոպիտ Շատ հետազոտություններ կան, որոնք ուսումնասիրում են օրինակ ինչպես բարելավել աղքատությունը երկրներում ու ինչպես բարձրացնել կենսամակարդակը ու դրա ամենաճիշտ ու միակ չէ, բայց ամենաճիշտ տարբերակը ճիշտ ուսուցման միջոցով հասնելն է այդ ամեն ինչին, ճիշտ դասավանդման միջոցով։ Երբ որ աշակերտները իմանան ինչի համար են իրանք սովորում, ինչ պետք է անեն հետագայում, թե որն է իրանց դերը կյանքում, ինչի համար են իրանք ուզում սովորել, իրանք երբ որ սկսեն սիրել սովորելը, այդ է ամենաբարդ խնդիրը, երբ որ իրանք կարողանանք տալ սիրել սովորելը։ Ճիշտ է, բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն, բայց ուսուցիչը մինիմալ ունի սխալվելու իրավունք, որովհետև իրան հետևում են աշակերտները, որովհետև իր օրինակին հետևում են։